Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին ռազմահայրենասիրականը, որը ձեզ ողջունում է սրտի ամենաջերմ խորքից։ Մենք ձեզ ողջունում ենք եւ մաղթում անխափան դիտում այս գեղեցիկ օրով։ Գեղեցիկ օրով ու կարևոր չի որ օրով եք նայում։ Նույնիսկ եթե YouTube-ով եք նայում, մի քանի օր անց միևնույն է, այդ օրը կարող է լինել հիանալի օր Arm Comedy դիտելու համար։ Որովհետեւ ամեն օր կարող է լինել Arm Comedy օր, եթե վերցնեք մի բաժակ թեյ եւ լապթոփի հետ միասին մտնեք վերմակի տակ, լավ Wi-Fi-ի պայմաններում։ Ես էլ ուզեցի։ Այսօրվանի մեջ դիտեք կակաոյով։ Երեխաների միջազգային օրվա արդիվ հրաշալի լուրեր։ Կառավարությունը պայքարում է տեղ զննման համար կամ դեմ։ Երեխաների միջազգային օրվա արդիվ փորձում են պարզել ինչ եղավ Գյումրիի տեխնոպարկը։ Ինչպես զարգացնել զբոսաշրջությունը Գորիսում եւ Ալավերդիում։ Դե, քանի որ այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, պետք է սկսենք ինչ-որ լավ լուրով հենց երեխաների համար։ Սիրելի փոքրիկներ, ՀՑԿՀ-ն հուլիսից գազի սպառողական սակագինը նվազեցնում է։ Ինչ թվում է երեխաները նախադասությունից մենակ սիրելի փոքրիկները հասկացան։ Հա, բայց լավ նորություն է։ Հա, ընտի նորություն է, ուղղակի պետք է նենց ձևակերպել, որ փոքրիկները հասկանան։ Երեխեք, Ռոբերտ Նազարյան ջաջայենց դասարանը որոշել է նենց անի, որ մայրիկի ու հայրիկի մոտ ամսվա վերջ ավելի շատ պաղպաղակի փող մնա։ Որ ուզում ես կարողանում ես։ Սա այն եզակի դեպքերից է, երբ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը գիտի, իր զեկույցից հետո դժգոհ բացականչություններ չեն լինի։ Գարեգին Բաղրամյանի ձեռքին որոշում է, որը սպառողների համար աչքալուսանք է, գազն էժանանում է։ Երբ էր վերջին անգամ այս սրահում այսպիսի հայտ քննարկվել, նույնիսկ իրենք չեն հիշում։ Ես հիշում եմ երբեք։ Վաու, մի վարքյան, սպասի, այսօր բարի օր է, բարի եղի մի քիչ։ Բացի դրանից ՀՑԿՀ-ն բավականին երիտասարդ կառույց, այսինքն ինքն էլ անգնում այս տոնի տակ։ Պլյուս վատ բան չեն արել։ Չէ, լավ բան է, հա, լավ բան է։ Լավ, իսկ միջին վիճակագրական Աշոտիկի հայրիկը ինչպես կզգա այս փոփոխությունները։ Բնակիչների համար գազն էժանացավ մոտ 10 դրամով, իսկ 10,000 խորանարդ մետր եւ ավելի սպառողների դեպքում մոտ $20-ով։ Դե էտա մի քանի պաղպաղակ փաստորեն դզվում է։ Ձմեռվա ամիսներին ավելի շատ նույնիսկ։ Լուրջ երեխեքին ձմեռվա ամիսներին պաղպաղակ։ Դե կարաս խառնեն հալածնեն։ Մի լսեք նարեք ջաջային փոքրիկներ ջան։ Փոխարենը հենց այսօր գնացեք ձեր ծնողներին ու ասեք շնորհավոր։ Բայց կարային ավելի շատ իջացնեն, ինչի իջացրեցին։ Այստեղ աշխատում են բանիմաց գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե հնարավորության դեպքում իրենք էլ հասկանում են, որ դա է մաքսիմալը։ Այսինքն տեղում եք տեղավորվելու Մաքսիմալը դա է եղել։ Գազատրանսպորտային համակարգում ունենք 50 տարվա խողովակներ։ Այդ 50 տարվա խողովակները մեր պապերի թողած խողովակներն են։ Մենք ոչինչ չենք ուզում, որ կառուցենք, ոչինչ չթողենք մեր սերունդներին։ Դե ինչ որտեղ պատմամշակութային հուշարձաններ են խողովակները։ Ես Շարունակենք ուրախացնել մեր մանուկներին այս հրաշալի տոնորով։ էլի լավ լուր։ Լավ լուր, որը առաջին հերթին հենց փոքրիկներին կուրախացնի։ Բալիկներ ջան, ՏՄՊՊՀ-ն նոր հայեցակարգ է մշակել։ Քննարկում, որը պետք է դառնա հայեցակարգ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար, պետք են օրենսդրական փոփոխություններ։ Դա պարզ դարձավ, երբ կատարվեց հետազոտություն ՏՄՊՊՀ-ի գործիքները, ֆունկցիաներն ու լծակները հասկանալու համար։ Իսկ ո՞նց իմացան, որ ՏՄՊՊՀ-ն այդքան էլ արդյունավետ չի աշխատում։ Դե գուցե այն էր պատճառը, որ երկար ժամանակ ՏՄՊՊՀ-ն պայքարում էր մենաշնորհի դեմ։ Այո։ Բայց մենաշնորհը ոնց որ չէր պարտվում ու չէր պարտվում։ Ուստեղ երեխեք ջան, որոշեցին, որ պետք է ՏՄՊՊՀ-ի լեվելը բարձրացնել։ Ուժ +5, ճարպկություն +8, ինտելեկտ +12։ Այդպես մին այնց են բացատրում, որ երեխաները հասկանան։ Իմաստը այն է երեխաներ, որ ՏՄՊՊՀ-ն կարող է ֆատալիտի անել մենաշնորհին։ Ու մյուս թեման, սիրելի ճեստիկներ, որ կարծում եմ ձեզ անտարբեր չի թողնի։ Վարդան Այվազյան ջաջան պնդում է, որ հարավ-կովկասյան երկաթուղիները միշտ Ռուսաստանին կոնցեսիոն պայմանագրով հանձնելը եկամուտով են աշխատում, իսկ հիմա ոչ։ Դե գժվեք փոքրիկներ, ցնծացեք։ Ավտոտրանսպորտով էլ է 2015 թվականին փոխադրում 14-ը 15 14-ը բա։ Ես 15-ի մասին։ Ես ներողություն եմ խնդրում պարոն Արաքելյանից, երևի իմ ինֆորմացիա սխալ է։ Մեր երկաթգիծը բարգավաճում է։ Ու քանի տեղափոխվել ենք մեր փոքրիկների ամենասիրված վայրը, մի քանի րոպե էլ անցկացնենք այնտեղ։ Այո, մոնումենտում, Չէ։ Լունա պարկում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ մի հեքիաթային հարց բարձրացվեց։ Այս տեխնոպարկերն ինչ եղան։ Այս մի գլուխ փող են ծախսում։ Այս ինչ է։ Կարեք ինձ բացատրեք։ Անընդհատ, պերմանենտ, վարկ ստացանք։
Եթե դու վարկերը ծախսեցինք, անընդհատ տալիս ենք դրանց գումար։ Կարող ինձ որևէ մեկը շոշափելի բացատրի, դա ի՞նչ է։ Պարոն Այվազյան, այդ հարցը ես ու մորաքույր Սերգեյը արդեն 5 տարի է տալիս ենք։ Հա, նույնիսկ մի անգամ գնացինք այն վայրը, որտեղ պետք է լիներ տեխնոպարկը։ Բայց էլի միջև էշ տես չհասկացանք, կա, չկա, գուցե արդեն կա։ Գյումրից մարդ չկա դահլիճում, կարող է մի բան լսած լինի։ Պարոն Ավետիսյան, դու Գյումրիից եք, Գյումրու տեխնոպարկ ի՞նչ է անում։ Ինչ է գործում, ինչ է անում։ Ոչ մի մահկանացու այդ ինֆորմացիային չի տիրապետում։ Այդ գիտելիքը անհասանելի է։ Բյուջեի կատարողականը ներկայացնելիս Մինասյանը նշեց, որ 2015 թվականի ընթացքում տեխնոպարկը ծախսել է 132 միլիոն դրամ նախատեսված 150-ի փոխարեն։ Այո, այդքան տնտեսել են, ինչի վրա։ Բայց ի՞նչ կարևոր է, Գյումրիի տեխնոպարկը տնտեսում է, անխնա դնում տնտեսում է, 18 միլիոնի օգուտ է բերել պետբյուջեին։ Հա, բայց Ոչ մի բայց, սենց տեմպերով իրան կարող է մյուս տարի 40, ինչու ոչ 50 միլիոն տնտեսեն։ լավ, արդեն չեմ փորձելու հասկանալ։ Ուրիշ հարցեր։ Հայաստանում տոմսերի գինը թանկացավ միևնույնն է, անհամեմատելի է մեր հարևան Վրաստանի հետ, եւ արդյունքում մենք ունեցանք, միջև էլ ունեինք, ես կարծում եմ բաց երկնքի քաղաքականություն հայտարարելը, ես ինքս ազատական լինելով դրա կողմնակից լինելով, կարծում եմ դա իմիտացիայի համար էր արվեց։ Այո, ինչու են ավիատոմսերը Հայաստանում թանկ, իսկ Վրաստանում էժան։ Նենց արեք Վրաստանում էլ թանկ լինի, էլի։ Կամ ոնց է։ Հա, կամ Հայաստանում էժան։ Հա։ Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ներկայացնել Հայաստանում եւ Վրաստանում ու Ադրբեջանում օդանավակայանների գները մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք տեսնեք, որ Հայաստանը ունի առավելություն գների առումով։ Այո, մենք առավելություն ունենք բարոյական ու տնտեսական։ Հա, ուղղակի վրացիները 49 եվրոյով են թռնում ուրասես։ Հա, բայց մենք առավելություն ունենք։ Հա, այդ հա, 100%։ Ես կարծում եմ, որ դա մեր դրական կողմերի մասին չի խոսում։ Երբ որ մենք անընդհատ Վրաստանը, լավ, մենք էլ ունենք մրցակցային առավելություն։ Բերեք այդ մրցակցային առավելությունների մասին խոսենք։ Եթե ձեզ թվում է, ես ուշաթափվում եմ, որ այդ համադրում եմ, վատ առումով այո։ Վատ առումով է ուշաթափվում։ Մաղթենք ազգային ժողովին ու կառավարությանը ուշաթափվել միայն դրական առիթներով։ Ամեն օր այնքան դրական լուրեր լսեք, որ ուշաթափվեք եւ ուշաթափվեք։ Իսկ մեր մանուկներն էլ թող նայեն ու ուրախանան։ Մնացեք մեզ հետ, փոքրիկներ։ Բայց ինչ-որ փափուկ բան է պետք փռել, այդքան ուշաթափվելու են։ Հա, կամ հենց բուն պաշտոնյանեն կարելի է լավ գուբկավատ անել։ Հա։ Հայաստանում նկարվում է նոր ֆիլմ կոռուպցիայի մասին։ Չէ, հակակոռուպցիայի համար նկարվում է նոր կինո։ Այ կոմոդ լավ է ստացվում։ Մի խոսքով կինո է նկարվում կոռուպցիային ինադու ու նկարում է այն Մարտին Սկորսեզեն։ Համարյա, մեր հայկական Մարտին Սկորսեզեն, նախկին պատգամավոր Հակոբ Չ. Հակոբյանը։ Կոռուպցիայի մասին դաստիարակչական ֆիլմ են նկարում։ Այս պահին մենք չունենք որևէ մանրամասներ ֆիլմից։ Մի րոպե, ո՞նց չունենք։ Մենք մի քանի բացառիկ կադր ունենք հենց ֆիլմից։ Ուղարկել են։ Բա ո՞նց։ Դու հետ պաշտոնյան ես, պետական պաշտոնյան, որը հավելավճար է վերցել Անահիտից իր փաստաթղթերը առակտելու համար, հա։ Բայց այդ ուղղակի մաղարիչ է։ Մաղարիչ։ Դա կաշառք է, կոռուպցիա։ Կոռուպցիա գիտես եկավ, կոռուպացված պաշտոնյաների հետ։ Այլևս ոչ մի կոռուպցիա։ Մենք անհամբեր սպասում ենք ֆիլմի ամբողջական տարբերակին։ Իսկ առայժմ ուրիշ թեմաներ։ Տեղ զննում, բառ, որը երբեք չի եղել գործողություն։ Տեղ զննում, որի ընթացքում թվում է, թե ինչ-որ բան պետքա զննվի, բայց չի զննվում։ Դե սառույցը այս հարցում ոնց որ թե կոտրվում է։ Մեքենաների տեղ զննումը հիմնականում ձևական է, սա վտանգում է անվտանգ երթևեկությունը։ Ոլորտի պատասխանատուները քննարկում են այն օրենսդրական խնդիրները, որոնց լուծումը կօգնի ունենալ ավելի կարգապահ երթևեք։ Ազգային օրենսդրության մեջ արտադիր պայման ունենալ տեղ զննման բարբերական անցկացումը։ Շատ գեղեցիկ բան է ասում գործընկերը, շատ հաճելի բան, ուղղակի մի փոքր խնդիր։ Բարբերական տեղ զննում արդեն կա, խնդիրը հենց դա որ թղթի վրա ինքը կա, բայց իրական կայքում չի գործում։ Հիմա դուք ոչ մի նոր բան չեք առաջարկում, ոչ մի նոր Մեծ կհանգստանաս։
Ինչ ես հիստերիկացել։ Նա ինչ ինքնավստահ ձևով առաջարկում այդ արդեն եղած բանը։ Ազգային օրենսդրության մեջ արտադիր պայման ունենալ տեղզնման բարբերական անցկացումը։ Հա, այտենց փոքրիկ փոփոխություններ են պետք, որ երթևեկությունը, մեքենաների հարցը դզվի երկրում։ Այդ մեկ էլ երկրի մեքենաների 80%-ը դենքցել սովետաշային այդքան բան։ Մի քիչ լավատես եղի, էլի գուցե լավ նպատակով են այդ փոփոխությունը անում։ Ինչու լավատեսել եմ, Որտեվ քո կյանքի ամենամեծ հերոսն է կոչանում, որ լավատեսն ես։ Be optimistic. Եղիր լավատես։ Լավ, ինչպես ենք բարեփոխելու տեղզնման որակը։ Հա, կամ գոնե ոնց ենք դրա միջոցով լրացուցիչ փող կպցնելու բյուջեի համար։ Հիմա էլ դու մի հատ լավատես եղի։ Փորձեմ։ Տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալը առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն մեքենայի սեփականատիրոջ, այլև տեխնիկական զննության կայանների նկատմամբ, գործը պատշաճ չկատարելու դեպքում։ Ահա, փաստորեն հիմա տեղզնման համար ենք վճարելու, պլյուս դրան հետո տուգանվելու ենք վատ տեղզնում անցնելու համար։ Ես ինչ եմ ասում, մի քիչ լավատես եղի, էլի կարող է այդ օրենքի ընդունումից հետո մեքենաները դադարում են 20 տարվա հնության լինել։ Կարող է։ Պետք է բարձրացնել 33 կայանների վերահսկողությունը։ Արդարադատության փոխնախարարը ընդգծեց, վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծ առաջիկա 1 ամսում կներկայացվի հանրային քննարկման։ Նախատեսվում է ներմուծել խախտումների միավորների ամրագրման սկզբունք, որը կսահմանվի հանրային սեկտորի հետ քննարկումներով։ Արդարացի հավասարակշռությունը պահպանելու համար կարծում եմ այս տուգանային միավորների չափի հարցը, թե ինչպիսի իրավախախտումների նկատմամբ պետք է կիրառվեն, ինչքան պետք է կիրառվեն, ինչքան ժամանակաշրջանում դրանք պետք է պահպանվեն, երբ են զրոյացվում ամբողջական, այդ հարցերը առաջիկայում կդառնան կներկայացվեն մեր կողմից քննարկման։ Տուգանքները դառնում են տուգանային միավորներ։ Այսինքն այդ ամեն ինչը խաղի նման է դառնում, որ մարդիկ ցած հավեսով խաղան, միավորներ հավաքեն։ Հավաքում ես տուգանային միավորները, հետո գնում ես այդ ամբողջը մուծում ես, դե ինչպես հոպարն ասեց, Be optimistic. եղիր լավատես։ Ջան, իսկ մենք նամակ ենք ստացել կառավարությունից, որին ուրախությամբ հիմա կարձագանք ենք։ Չենք ուզում հրապարակել, բայց հետո մտածեցինք, չէ, ճիշտ է հրապարակել, մենք թափանցիկ հաղորդում։ Ուրեմն կառավարությունը գրում է բարև ձեզ տղաներ։ Ձեզ գրում է կառավարությունը, իդեպ 8-րդ շրիֆտով է գրած, երևի խնայողության համար։ Մալացի։ Սիրելի Arm Comedy, մենք զգում ենք, որ տեղզնման հարցում ակնհայտ ձախողման են գնում։ Բնական է, որ խստացնելով չեն բարելավի ժողովրդի վիճակը։ Ու բնական է, այո, երկու օրինակով են նամակը գրել դրա համար տենց, որ միանգամից չի բարելավի մեքենաների տեխնիկական վիճակը դրանից։ Ինչ ասենք, կա լուծում, սիրելի կառավարություն, հանեք այդ անտեր տեղզնումը։ Հանեք, ուղակի հանեք։ Եթե ուզում եք հեշտացնել երթևեկությունը, ապա հեշտացեք, որ մարդիկ ժամերով չխցանվեն փողոցում։ Իսկ հիմա օգնենք կառավարությանը զբոսաշրջության հարցում։ Զբոսաշրջություն հիմա։ Հայաստանում շրջելիս ամեն անկյուն կարելի է նմանեցնել մեկ ուրիշ երկրի։ Գորիս այցելած ազգությամբ ռուս զբոսաշրջիկներն ասում են, այստեղ ամեն անգամ նոր բացահայտումներ են անում։ Прошлый раз мы встретили Норвегию. Անցյալ անգամ այստեղ տեսանք Նորվեգյան լեռներում, ինչ որ մեկը Խորվաթիան է տեսել, քանի որ այստեղ շատ հյուրասեր մարդիկ են եւ նշված երկրներում գները բավականին թանկ են, ավելի լավ է գալ Հայաստան։ Ուրեմն սենց Հայաստանը դարձնում ենք Նորվեգիան ու Խորվաթիան տեսնել ցանկացողների, բայց այդքան փող չունեցողների համար զբոսաշրջության կենտրոն։ Իսկ Շվեյցարիայի էնտուզիաստներին հրավիրում ենք Կոտայքի գեղեցկուհի հրազդան։ Այո, ուղղակի ցանկալի այցելողները նախապես Շվեյցարիա եղած չլինեն, էլի, տեսած չլինեն։ Այդուհանդերձ տուրիզմի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ դեռ մնում են չլուծված։ Միրհավ հյուրանոցի հիմնադիր տնօրեն Շահեն Զեյթունցյանը նկատում է, եթե նախկինում ավելի շատ հյուրեր էին ընդունում եվրոպական երկրներից, հիմա հյուրերի շարքում մեծ է ռուսների թիվը։ Ու ինչ, այդ խնդիրը։ Ինչ, մեր հյուրանոցները նախատեսված են մենակ արիական, անգլոսաքսոնական զբոսաշրջիկների համար, հա։ Լավ, դրանք ինչի՞ց է բողոքում հյուրանոցի ռեյխսկանցլերը։ Եթե այն ժամանակ գալիս էին քիչ քանակով եւ մենակ մի օրով էին գալի մնում, ես հիմա ավելի երկարացնում են։ Այսինքն ռուսաստանցի զբոսաշրջիկները գալիս են շատով ու երկար ժամանակով, որտեղ են փորձում մեզ քաշել հիմա։ Այս պապիկին մենք ասելու ունենք միայն երկու խոսք։ Հա, այնեն մենք չենք ասի։ Ձյաձ։ Be optimistic. Եղիր լավատես։ Այո, բարեկամներ, փնտրեք դրականը։ Ուրիշ բողոքներ։ Դե տենց որ հարցես հայլ կբողոքեն։
Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրների շարքում Շահեն Զեյթունցյանը առաջին հերթին մատնացույց է անում քաղաքի աղբահանության վատ կազմակերպումը, անբարեկարգ մայթերն ու փողոցները։ Մայթերը անանցանելի են, մեծ մասամբ անանցանելի են, դրա համար փողոցում մարդիկ կարելի են ուրեմն փողոցի մեջտեղից։ Հա, բայց չնայած այդ աղբին ու անանցանելի մայթերին ռուս զբոսաշրջիկները մեկ է այդ վայրը նմանացնում են Նորվեգիային ու Խորվաթիային։ Չեք ջոգում, որ պետք է աչքի լույսի պես նայեք իրանց։ Սա էլի ո՞րն է այստեղ խնդրեմը։ Եվ դա ունի շատ վտանգավոր բաներ, որտեղ ասենք եվրոպացիները սովոր չեն փողոցի մեջտեղից քայլեն եւ չգիտեն ինչպես վերաբերվեն, եթե մեքենա է գալի դիմացից։ Դուք եք սովորացեք իրանց, ասեք, որ եթե սպիտակ նիվա է, ասենք, գալիս ձեր դիմաց, մի քիչ կողք քաշվեք, էլի թողալցրի այդ մեքենան, ասեք, վազիր Ջոնաթան, վազիր Խենթուկ։ Չեք պատկերացնում իրանք ինչքան խելացի են, իրանք հաստատ կհասկանան, որ այդ մեքենայի դեպքում պետք է մի քիչ կողք քաշվեն։ Ու հերիքա կպնեք այդ եվրոպացի զբոսաշրջիկներից։ Իրանցի զբոսաշրջիկներ կան, օրինակ վստահ եմ ամեն իրանցի գիտի, որ եթե մեքենայի դեմը դուրս գալի, մի քիչ կարող քաշվի էլի, այս կողմը մեքենան անցնի։ Եթե սպիտակ նիվա է։ Սխալ եմ ասում, սխալ եմ ասում։ Ճիշտ ես ասում։ Զբոսաշրջիկները դժգոհում են ոչ միայն ներհամայնքային, նաև միջպետական ճանապարհներից։ Եթե մեր կառավարությունը, իշխանությունը ով որ է, հայտարարում է ես туриզմը զարգացնում եմ եւ туриզմը մեր բանն է, պիտի նստի, մտածի որտեղ է туриզմը սկսում, որտեղ է վերջանում։ Շաքարով կտրեմ, էլի քանի չենք բարձր, որ ռուս զբոսաշրջիկներ են մաշել այդ ճանապարհը, բան, բարի լուր ճանապարհների հարցում։ Նախարարությունը սկսել է տնտեսել այդ ոլորտում, լավ իմաստով տնտեսել։ 3 առաջ օրը մենք մրցույթ ենք ունեցել, որտեղ մեր այս M6 հատվածում Ալավերդի ճանապարհի վրա մեկ մրցույթում տնտեսել ենք 800 միլիոն դրամ։ Վերադարձվել է պետական բյուջե։ Այո, դա մենք կծախսենք մեր այլ ճանապարհների վրա։ Ընտիրա, տեսնում ես, որ լավատես ենք լինում, լավ բաներ են պատահում, հրաշքներ։ Ալավերդի ասեց։ Հա, ինչի՞։ Չեք հավատա, բայց Ալավերդեից մեզ 2 օր առաջ վիդեո են ուղարկել, այնտեղ ոնց որ այդքան էլ գոհ չեն այդ տնտեսումից։ Սենց միտ գուցե այդ Ալավերդու ճանապարհային մրցույթի վրա խնայված գումարը ծախսենք Ալավերդու ճանապարհը կառուցելու վրա։ Հա, կամ Գորիսի։ Ոչ մի Գորիս, հերիքա եվրոպացիների հետևից ընկնեք յա։ Լավ, էսենց է առաջարկում։ Այդ դեպքում Ալավերդին թող զբոսաշրջիկների համար ընկալվի որպես փոքրիկ Չելյաբինսկ կամ Մորդոր։ Այո, էլի փոքրիկ։ Բայց լավ, Գորիս, վերադառնանք Գորիս։ Գորիսը հավակնում էր վերածվել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոններ կազմակերպող միջազգային կենտրոն։ 2016 թվականն է, սակայն ենթակառուցվածքների զարգացման, պատմամշակութային միջավայրի վերականգնման ուղղությամբ տեսանելի ոչինչ չկա։ Այ մարդ, դե ասեցի, մի քիչ պոզիտիվի մեջ խոսացեք, էլի։ Մեռավ լաման ասելով, լավատես եղեք։ Ո՞նց մեռավ։ Մեռավ ասելով։ Հա, փոխաբերական, լավ։ Այ Գորիսի քաղաքապետը հստակ հետևել է Դալայ Լամայի խորհրդին։ Մինչ այդ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը ձեռբերումների շարքում առանձնացնում է զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի ստեղծումը։ Ադունցը ընդգծում է քաղաքի լուսավորման, բակերի բարեկարգման, ասֆալտապատման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվել են, հավելելով, որ 2016-21 թվականներին համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիրը ենթակառուցվածքային խնդիրները կլուծի։ Հա, ու հենց այդ ենթակառուցվածքները կառուցվեն, էլի եվրոպացիները կլցվեն Գորիս։ Դե ուրեմն համեցեք Գորիս։ Այո, համեցեք Գորիս ու միանգամից այդտեղից եկ Արցախ մի քանի օրով։ Բնականաբար։ Իսկ մեր հաղորդումը սիրելի երեխաներ այսօր այսքանն էր։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Հիմա ասում են Պյոտր առաջինը նման, երևի թե դա դրանից է, որ քանդակագործը ինքը ընդհանրապես պիծերում է սովորել։ Արա, երեխաների օրն է։ Ճիշտ է, փոքրիկների օրն է։ Փոքրիկ Կարլ։ Ամեն փոքրիկ Կարլը, շնորհավորում ենք։ Շնորհավոր։ Փոքրիկ Կարլ ջան, շնորհավոր։ Այո, քեզ մաղթում ենք երջանկություն, ուրախություն, անընդհատ բան, հաջողության փոթորիկի մեջ ընկնես։ Իսկ ինձ նվեր պատրաստել եք։ Հա, իհարկե։ Բանը, այս XLR կաբել են կապել քո համար։ Հատուկ քո համար լավագույն կաբելներից։ Եթե ուզենաս AV-DV հետ կարանք։ Գնա արդեն կարաս գնաս սկսես խաղալ։
Ջոկեց։ Չէ, դժվար։ Ցանկանում եք բոլորովին անվճար դիտել մեր բոլոր տեսանյութերը, դե ուրեմն բաժանորդագրվեք մեր YouTube անալիքին եւ լայք դրեք։ Բաժանորդագրվեք հենց հիմա եւ ստացեք նաեւ exclusive content, Որը եթեր չի գնալու, միայն YouTube-ում։ content